Վենսի այցի շուրջ ադրբեջանական արձագանքները եւ հայկական արձագանքները համադրելի են։ Դե սպասված այց է այն առումով, որ երկու մակարդակում էլ ինչ որ ուրեմն պայմանավորվածություններ են լինելու։ Այստեղ մի քիչ Միացյալ Նահանգների դիրքերից հարցը պետք է դիտարկել, որը շատ կարևոր է այս պահին եւ կարծում եմ, որ այս ուղեգիծը պետք է անընդհատ կոչարի, որպեսզի Միացյալ Նահանգներում պահպանվի, այսինքն հավասարաչափ մոտեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քաղաքականության եւ քայլերի առումով, որքան էլ որ Ադրբեջանը ձգտում է շատ ավելի մեծ կարևորություն ստանալ Միացյալ Նահանգների համար եւ ընդ որում դե ակնհայտ է իր ռեսուրսներով, իր աշխարհագրական դիրքով շատ ավելի բնականաբար մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում եւ բնականաբար շատ ավելի ցանկալի դաշնակից է կամ գործընկեր է, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության հաջողման համար շատ կարևոր է Հարավային Կովկասում այդ բալանսավորած քաղաքականությունը։ Հետևաբար այս տեսանկյունից եթե նայում ենք, երկու երկրներ այցը կարևոր է, իհարկե օրակարգերին կան տարբերություններ, բայց այս պահին գոնե Հայաստանի հետ կապված արվում է երկկողմ պայմանավորվածությունների մեր ցավալը, Ադրբեջանի հետ կապված փորձ է արվում ապահովել երկկողմ պայմանավորվածությունների ադրբեջանական ցավալը։ Պես որ այս պահին այդքան էլ իհարկե համեմատելու հնարավորությունները կամ գուցե սկզբունքը մոտեցումը համեմատելու երկու երկրների դիրքից այդքան ճիշտ չէ, շատ ավելի ճիշտ է համեմատելու Միացյալ Նահանգների ադրբեջանական կողմից որոշակի միգուցե նաև թաքնված դժգոհություն չեք տեսնում։ Եթե անգամ այդ դժգոհությունները լինում են կամ կան, դրանք հրապարակային մակարդակ չեն բարձրացում։ Ադրբեջանական կողմը Միացյալ Նահանգների հետ բավականաչափ զգուշ է աշխատում։ Նրանք բացի դրական խոսքերից, բացի դրական ուղերձներից, գովասանքի խոսքերից եւ այլն, այլ մոտեցմամբ չեն առաջնորդում։ Դա մի կարևոր հանգամանք կա, որ ադրբեջանական կողմը ունի հստակ, այսպես գույքագրված խնդիրներ Միացյալ Նահանգներում եւ այս բան իրենց օրակարգում այդ խնդիրների լուծումը, նույն այդ ուրեմն արկելքի բանաձևը սպառազինության մատակարարման որ կար, դրա չեղարկումը այս բանը ամենակարևոր խնդիրներից մեկն է եւ իսկ երկրորդ հանգամանքը երկկողմ հարաբերությունների ուրեմն համատեքստում դա ավելի այսպես մեծ լայն բովանդակությամբ ռազմավարական գործընկերության ուրեմն այդ կանոնադրության հասնելն է, այսինքն որպեսզի իրենց առավելությունները ցույց տան Հայաստանի նկատմամբ։ Իհարկե թրիփը եւս չափազանց կարեւոր է, բայց քանի որ թրիփի շուրջ պայմանավորվածությունների մասով իրենք այս բանը չեն ուզում ակնհայտ որևէ դերակատարում հրապարակային դերակատարում ունենան, նրանք թրիփի հետ կապված ավելի գործում են ստվերային մակարդակում։ Մի բան պատկերացնենք, որ Վենսը գալիս է, թրիփ նախագիծը դառնում է հայ-ամերիկյան իրավական ուժ ունեցող համաձայնագիր։ Ինչ է փոխում դա ընդհանուր մթնոլորտում հայ-ադրբեջանական օրակարգում։ Դա բնականաբար մի քայլ առաջ է եւ նաեւ խթան է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած պայմանավորվածությունները, որոնք օրինակ այս պահին նույն խաղաղության համաձայնագրի հետ կապված է, վերջնական ստորագրման հետ կապված process-ն առաջ մղելու համագործակցությունը նկատվող, եւ արձանագրվող նոր ոլորտներն ավելի ընդլայնելու, այսինքն վստահության մթնոլորտը ավելի այսպես խորացնելու։ Այսինքն թրիփի շուրջ ցանկացած պայմանավորվածություն, որը շարունակականություն կապահովի եւ որը կարձանագրվի եւ փաստաթղթային տեսք ունենա, դա միանշանակ ավելի նպաստելու է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Ես այստեղ խնդիրներ չեմ կարող տեսնել, ինչու, որովհետև այնուամենայնիվ կարծում եմ, որ
ադրբեջանական կողմը կոմունիկացվում է բանակցային գործընթացի հետ։ Եվ եթե դրա համար ասացի, որ տրիպի մասը տրիպը պետք է անջատել ուղիղ Միացյալ Նահանգներ Ադրբեջան օրակարգից, տրիպի մասով ադրբեջանական կողմը կոմունիկացվում է, բայց հրապարակային որպես այդպիսին դիրքորոշում չի արտահայտում, այլ փորձում է դիվանագիտական խողովակներով իր դիրքորոշումները հասցնել եւ կարծում որ թե Միացյալ Նահանգները եւ թե Հայաստանը փորձում են հաշվի առնել դրանք։ Հայաստանի երկրորդ նախագահը այսօր ասել է, թռիպը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Դե որոշակի տրամաբանություն կա, դա ակնհայտ է, բայց հիմա դա այդպես է, եթե խնդիրը դիտարկենք մի տեսանկյունից, եթե Իրանը եւ Ռուսաստանը պարզ է որ դեմ են այս նախագծին, պարզ է որ իրենք փորձել են ցանկացած փուլում ինչ որ կերպ երբ որ հնարավորություն ունեն կամ ինչպիսի հնարավորություններ ունենան փորձել են խոչընդոտել։ Այսինքն մենք ստիպված ենք ըստ այդ տրամաբանության հաշվի նստել Իրանի եւ Ռուսաստանի շահերի հետ։ Դե հենց այդ է հենց այստեղ է ամբողջ հարցը, այսինքն եթե նույն տեսեք ցանկացած պարագայում, եթե եւ ընդ որում մեր պետության արժեվ այս ծառացած այս խորքային խնդիրների հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ մենք փորձել ենք մեր շահերից առաջ մղել Ռուսաստանի, Իրանի կամ այլ դերակատարների շահեր, մեր շահերն անտեսելով։ Ոչ, մեր շահերը այս պահին թելադրում է տրիպ նախագիծը հենց եւ դրա իրացումը, ընդ որում մի քանի մակարդակում է դա կարեւոր այս պահին եւ պետք է գնալ դրա հետեւից։ Իսկ այդ ճանապարհին առաջացող մարտահրավերները պետք է լուծել, ինչի մասին է խոսքը։ Ընդ որում որ մարտահրավերները, որ այսպես ասած մեր դրամաչափին համահունչ չեն, այդտեղ պետք է ներգրավել մեր գործընկերոջը Միացյալ Նահանգներին։ Օրինակ, այո, Ռուսաստանի Դաշնության հետ գուցե մեր դրամաչափերը տարբեր են, եւ այստեղ խնդիրների առաջացման դեպքում պետք է փորձել նաեւ Միացյալ Նահանգների աջակցության հայցել։ Իրանի պարագայում պետք է ավելի շատ դիվանագիտական մակարդակում խնդիրները համակարգել, որովհետեւ Միացյալ Նահանգները այս պարագայում չի կարող երկխոսություն ունենալ Իրանի հետ, բայց խնդիրները լուծել են։ Այս տրամաբանության մեջ մեղրի շուրջ այդ խոսակցությունները եւ հիմա տրիպի շուրջ քննարկումները համադրելի են։ Դե չեմ կարող այդպես միանշանակ նշել։ Մեղրի շուրջ դուք նկատի ունեք 90-ականների վերջին եղած։ 90-ականների։ Այո, չեմ համեմատելու չեմ, որովհետեւ այն ժամանակ իրավիճակները այլ են եղել։ Մենք տրիպի շուրջ, տեսեք, մեղրին մեզ համար անվտանգային։ Միանշանակ, իհարկե, բայց այն ժամանակ Արցախն էլ կար, պարզապես այստեղ գիտեք հարցը որն է, որ այնուամենայնիվ տրիպից Նախիջևան Ադրբեջան կապուղու հարցը ինքը օրակարգային դարձավ 44-օրյա պատերազմից հետո, այսինքն դրա վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց եւ երկու պայմանավորությունների մաս դարձավ։ Եթե վերցնում ենք հենց փաստաթղթի այդ կետը 2020 թվականի նոյեմբերին փաստաթղթի այդ կետը եւ համեմատում ենք տրիպի ուրեմն նախագծի հետ, բնականաբար դրանք անհամեմատելի են, բայց ամեն դեպքում կարծում եմ այն իրավիճակը, որ այսօր կա, դժվար է համեմատական տանել այն համատեքստում, որում դուք նշեցիք, որտեղ կրկնում եմ, իրավիճակները տարբեր են, հատկապես աշխարհակահաղական իրավիճակն է շատ տարբեր։ Ես այդպես հաճախ եմ բերում հիպոթետիկ այս սցենարի օրինակը, պատկերացրեք, եթե տրիպի շուրջ պայմանավորությունը չլիներ, ուրեմն եւ մենք մոտավորապես լինենք Ադրբեջան-Հայաստան, ուրեմն այդ հարաբերությունների մակարդակը լիներ այնպեսին, ինչպեսին անցյալ տարեսկզբին էր, երբ որ պարզապես փորձեր էին անում կանխատեսել, թե Ադրբեջանը երբ է այդ հարձակում իրականացնելու, ուրեմն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրն իրականացնելու համար։ Հիմա այն պայմանավորությունները, որ կա եւ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը եւ երկկողմ հարաբերությունների այն մակարդակը, որ կա, ինքը բացառում է առնվազն կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի կողմից
ագրեսիան, իսկ աշխարհի այն անորոշության պայմաններում, որում ներկայ մենք ենք գտնվում, երբ որ հարցերը լուծվում են պարզապես այն տարբեր դերակատարներ իրենց հարցերը լուծում են այնպես ինչպես ուզում են եւ կարող են, այդ բaragայում մեզ համար լրջագույն խնդիր կլիներ, եթե այս պայմանավորությունը չլիներ։ Դա համար համադրելի չեն օրինակները։ Մենք վերցնում ենք աշխարհագրությունը կամ վերցնում ենք ինչ-որ հիպոթետիկ ծրագիր ենք փորձում համեմատել, բայց աշխարհակաղակական իրավիճակը եւ մեր հնարավորությունները այստեղ սկզբունքային նշանակություն ունեն։